Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Թունյան, ուրեմն այս նախագիծը, որ դուք բերել եք եւ հիմա մենք քննարկում ենք, խոսում վկայությունն է մասին, որ բազմաթիվ խնդիրներ կան նոր ներդրվող համակարգի, այդ թվում նպատակից բխող, գործառույթից բխող, նաեւ իր տեխնիկական եւ այլ հարցերից։ Իդեպ ասեմ, հունվարի 1-ից այս տարվա փորձում էի լրացնել այդ հայտարարագիրը։ Ամիս ու կես չստացվեց։ Մի կերպ ծանոթ խառնեցի պեկում, բան, տենց պաշտոնական դիրքս եմ չարաշահել, ասեմ իմանաք, լուրջ օրենքներ խախտելով, մի կերպ կարողացա տենց ծանոթի միջոցով լրացնել։ Հիմա ասում եմ, բա այս հիմա սկզբնաժամկետ եք դնում։ Բա լավ, անցած տարի հո մենք նորվա պետություն չենք, անցած տարի ինչ այդ հաշվետվությունների ժամկետները, պատրաստման համար անհրաժեշտ ժամկետները, ձեզ պարզ չէր, որ ըստ այդմ կարգավորեիք, որ մարդկանց մոտ օրինակ ձեր ներդրվող համակարգի հանդեպ, ասենք ավելորդ բացասական սպասումներ չառաջանար։ Պարոն Ավետիսյան, նախ այդ հարցում կարելի է չարաշահել պաշտոնական դիրքը, կարծում նորմալ է։ Անցած տարի շատ քիչ թվող մարդիկ էին լրացնում եւ խնդիրների մեծ մասը ի հայտ եկավ այս տարի, երբ որ արդեն հայտարարագիր լրացնողների թիվը կտրուկ աճեց։ Իհարկե, բոլորն էլ ցանկանում են, որ օրենքի ընդունման պահին բոլոր հնարավոր խնդիրները եւ ռիսկերը կանխատեսեն ու դրանք կանխեն, բայց ցավոք սրտի կյանքը փորձը ցույց է տալիս, որ այդպես գրեթե պրակտիկայում չի լինում, հատկապես երբ որ փոփոխությունները վերաբերվում են մեծ թվով մարդկանց ու գլոբալ բնույթ ունեն։ Չկա իմ կարծիքով այդպիսի երկիր կամ համակարգ, որտեղ այսպիսի համակարգեր են ներդրվում ու ոնց ներդրվում են, այդպես էլ շարունակում են աշխատել։ Միշտ է որոշակի փոփոխությունների կարիք լինում է։ Այս դեպքում իհարկե կան որոշակի բացթողումներ, ինչի մասին մենք ընդունել ենք, խոսում ենք, բայց լավ այն է, որ դա փորձում ենք հնարավորինս արագ լուծել, հաշվի առնելով այն անհարմարությունները, որոնք կարող են առաջանալ մեր համակարգացիների համար։ Խնդրեմ արձագանք։ Պարոն Թունյան, լավ է, որ ընդունում եք, որ խնդիրներ կան իհարկե, որտեղ դա շատ բացահայտ է, այդ մեկը երևի չեք կարող չընդունեք, հենց դուք եք դրա մասին այդտեղ խոսում, դժվար կլներ էլի մի բան ասել, որ խնդիր է, հետո ասել չկա, բանը այդ մակարդակի ուրեմն քննարկումը, որ ավելի տանենք դեպի բովանդակություն, ասեմ հետևյալը, նախագիծ էի բերել, ասում էի լիքը խնդիր կա, բերեք կասեցնենք, հետո այդ խնդիրները կլուծվի, ավելի լավ համակարգ, դրական սպասումներով կառաջարկենք հանրությանը։ Մերժեցիք այդ նախագիծը, այս ձեր նախագիծը իմից տարբերում է նրանով, որ դուք ասում եք ոչինչ, որ խնդիր կա, այս խնդիրների մեջ հələ մնացեք, ժամանակ կգտնենք այդ խնդիրները կլուծենք, բայց դա արդար չի, որտեվ հիմա մեկը լրացնում է, խնդրահարույց համակարգով, վաղը մյուսը կլրացնի առանց խնդիր, այսինքն այս խտրականություն է նաև, հետևաբար շատ լավ կլներ կասեցնում ես, լիքը խնդիր կա, համակարգը ներդրել եք առանց այդ խնդիրները ողջ ծավալով լուծելու, հիմա չգիտեմ ինչի, բայց չընդունեցիք այդ տարբերակը, հիմա բերել եք ասում եք ոչինչ մնացեք խնդիրների մեջ մինչև տեսնենք։ Եվ ամենակարևորը էլի, քանի որ կարող է տիկին Ագնեսա Խամոյանի հերթը չհասնի, այն քրեականի հետ կապված, այդ մարդիկ իմի որ չլրացնեն, դատվելու են, կախվելու են, գնդակահարվելու են, ինչ են ելնելու։ Պարոն Ավետիսյան, իրականում եթե խնդիր կա ընդունում ենք, խնդիր չկա չենք ընդունում։ Խնդիրը այլմոլորակայինների պես բան չէ, որ մեկը հավատա, մեկը չէ, կա, բոլորն էլ տեսնում են։ Հիմա ժամանակին քննարկել ենք, օրինակ եթե 22 թվականին դուք էլ այն ժամանակ այդ քննարկումներին մասնակցեիք քաղաքական բոյկոտի փոխարեն, գայեք մի քանի խնդիր էլ դուք ի սկզբանե ասեք, օրինակ սա կարող է այսպես լինի, կարող է լիքը հարցը շատ ավելի լավ լիներ։ Ինչ վերաբերում է համաքաղաքացիների դատվելուն, եւս մեկ անգամ ասում եմ, հարգելի համաքաղաքացիներ, 400, այո, տիկին Խամոյան, ճշտել եմ իրավաբանների հետ, 444 հոդվածը վերաբերվում է պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով վերաբերող հայտարարագրերին, ֆիզիկական անձանց դա չի վերաբերվում, այսինքն հայտարարագիրը չլրացնելու դեպքում դա չի ենթադրում ազատազրկում։ Իհարկե սա չի նշանակում, որ մեր քաղաքացիները պիտի սա իմանալով հայտարարագիր լրացնելուց խուսափեն։ Շնորհակալություն։